կյանքի վեր մագրցելիս աղսահում եմ ցած ես սիրելիս որ գնամ իմ ճանապարհով մերներ սիրելով շուրջ բոլորն ինձ լացում է ինչ էլ անեմ ես մեղավոր եմ ու միայն մի ելք ունեմ մերներ սիրելով մերներ սիրելով Համարին պարվել հոշար իմ կամքով հատուցել սիրուն կյանքի գնով մեղանչել մարմնով երբեք հոգով թող բոլորն ապրեն իրենց հոգսերով չար ունենք մարդիկ գեժի թող լինեն սինունային իրենց մտքերի մերներ սիրելով Եթե չի կարող մեր սերը ապրել պետք է կյանքի այս էջերը փակել սերը բայց անկարծ չայրել սիրելով մերնել կեցված կովը պարտուղնել հերանալ տանուլ տված սիրուց աղթող դուրս գա քարտերը բոլոր խառնել սիրելով մերնել սիրելով մերնել որպեսզի ոչինչ ինձ հետ չտանե որ ամեն ինչ անցյալում ես թողնեմ վերցնեմ միայն պատկերը քո ու սերը մեր դու գարուն իսկ ես աշունել դու ինձ նով ապրում իսկ ես տրվում եմ ու հիմա դատապարտված եմ ես մերնել սիրելով մերնել սիրելով մերնել Ապրես։ Լսենք մեր ժյուրի անդամներին։ Սկսում ենք այժմ Սուզաննայից։ Ոյ Լիլիան ջան, նախ շնորհակալություն մեր ես միշտ սիրում եմ ասել պապիկը, մեր պապի երգի համար, բոլոր երգերը իր ֆանտաստիկ են։ Իրականում այս երգը երբ ինքս երգում եմ կենթանի կատարմամբ ինձ համար եւս դժվար է։ Դժվար է տեքստի առումով, դժվար է իր կառուցվածքի առումով, այնտեղ մոդուլյացիա եւ այլն։ Լիլիան ջան, ես ձեզ հավատացի շատ, դուք իսկապես ազնիվ էիք, անկեղծ էիք։ Սիրում եմ ձեր լինելիությունը բեմում, երբ դուք այդքան կոկիկ եք վերաբերվում այն ամենին, ինչը որ դուք անում եք։ Իհարկե մանիերային պահեր կային այնտեղ, որ էլի մի քիչ ինձ խանգարեց, դու գիտես ես ինչ նկատի ունեմ, բայց կարևորը որ ես հավատացի քեզ։ Բեմում գտնվող մարդու կարևորագույն գործը, որ հանդիսատեսը մարդիկ, ովքեր իրեն լսում են, հավատան, հուզվեն, իսկ ես դա զգացի, շատ շնորհակալ եմ։ Ես նույնպես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Անդրե,
Լիլիանը մեր ընդհանուր այս 30 մասնակիցների մեջի ամենագերազանցիկն է, ընդհանրապես բնավորությամբ, փորձերին ներկայությամբ, ինքը շատ ընդհանրապես շատ պատասխանատվության զգացում ունեցող մասնակից է։ Ես եւս շնորհավորում եմ, դու կարողացար ամեն դեպքում հաղթահարել խոչընդոտները, քեզ խանգարող հանգամանքները եւ այսօր լինել բեմում, երգել այս աստիճան դժվար երգ, բայց էլի շատ գերազանցիկ կերպով։ Զգացված եմ շատ։ Շնորհակալություն Սոնա։ Վերցնելով սենց շատ մաստիտի, հզոր, աշխարհարչակ Շարլազանովի ստեղծագործություններ, իհարկե այդ շատ մեծ պատասխանատվություն է, շատ, որովհետև միշտ անելու են սենց համեմատական կապ չունի, որ հայերեն եք երգում, երևում էր, որ իրոք գերազանցիկ էլի, սենց отличница ты у нас։ Այդ մի քիչ Սոնան չի սիրում։ Իմ քույրերը սաղ ատնիշնիկ են ու սաղքյան կռիվ եմ անում իրանց հետ։ Բայց ասում եմ լավ է, դուք եղեք այդպես գերազանցիկ, ես էլ լինեմ սխալը։ Այդ ինչի համար եմ ասում, երաժշտության մեջ։ Սենց մի քիչ սենց շատ գերազանցիկ, էլի մի քիչ ծուռ, պետք է ծուռ լինել։ Բանը, բայց ընդհանուր առմամբ շատ շնորհակալ եմ ձեզ։ Շատ սիրուն ձայն ունեք, երգեք ու զգացում եմ, որ լավ դասատու ունեք վոկալի, ինձ թվում է կլասիկ, սենց ճիշտ, սենց։ Շնորհակալություն, լսենք Գլումովին։ Ես նախ միշտ ուզեցել եմ հնարավորություն ունենալ արտահայտվել այս երգի տեքստի մասին։ Ես բոլորիդ խնդրում եմ եւ պահանջում եմ ոչ թե մեռեք սիրելով, այլ ապրեք սիրելով։ Պապին այդպես։ Ես ապրում եմ։ Այո, ապրեք սիրելով, դա ամենակարևորն է, եկեք ոչ մեկ չմահանա, ապրեք, որ շարունակվի մեծ մայստրոյի գործը։ Եվ ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորին, սա ոչ միայն Լիլիանին է վերաբերում, այլ առհասարակ բոլորին։ Դուք ճիշտ հասկացեք, այս ամենը նման է մեր ֆուտբոլի հավաքականների հավաքի նման։ Մենք ընտրել ենք լավագույններին եւ արդեն ոչ մեկ ձեզ չի սովորացնում ինչպես պետք է գնդակի հետ վարվեք, ինչ պետք է անեք։ Մարզիչները ձեզ ուղղակի խորհուրդներ են տալի եւ եթե դուք ունեք այդքան քթի անցք, որ ընդունեք այդ խորհուրդները, ուրեմն կգնաք առաջ։ Եթե ոչ, կամ եթե դուք չեք լսում այդ խորհուրդները, անցնում եք այդ խորհուրդների կողքով, ուրեմն կպարտվեք եւ չեք մտնի հավաքականի կազմը։ Ինչ վերաբերում է Լիլիանին, Լիլիան ջան, ամեն ինչ ինչ որ ասացին համաձայն են, ինձ էլ այդ խենթությունը մի քիչ չհերիքեց։ Մի քիչ այդ խենթությունը որ լինի, թե կերպարում, թե կատարման մեջ էլ ավելի լավ կլինի, ապրեք։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ բոլորիդ եմ շնորհակալ անչափ։ Շնորհակալություն։ Համեցիր Լիլիան։